Բարի լույս սիրելիներ, հոգևոր նախաճաշը շարունակվում է։ Այսօր առավոտյան կուզեմ ձեզ մեջ բերել Պետրոս Առաքյալի առաջին նամակի 2-րդ գլխից մի հատված, որը պետք է մեզ ամբողջ օրը մտորելու եւ այդ հատվածի շուրջ մեր կյանքը դասավորելու համար։ Տեսեք ինչ է գրում Պետրոս Առաքյալը։ Սիրելիներ, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների եւ նժդեհների, որ հեռու մնաք մարմնավոր ցանկություններից, որոնք պայքարում են հոգու դեմ, եւ ցույց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մեջ, որպիսի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրև չարագործների, տեսնելով ձեր բարի գործերը, փառավորեն Աստծուն նրա այցելության օրը։ Որքան կարևոր է, թե մենք ինչպես ենք մեզ դրսևորում օրվա ընթացքում։ Գիտեք, միայն խոսքով չէ քրիստոնեությունը, միայն ասելով չէ քրիստոնեությունը։ Քրիստոնեությունը այսօրվա մեր ապրումով է, մեր շարժուձևով։ Այսօր իհարկե հեթանոսներ չկան, բայց կան մարդիկ, որոնք տկար են հավատքով, որոնք հավատացյալ չեն, որոնք կասկածում են։ Երբեմն մտածում են, որ արժե մենք էլ քրիստոնյա լինենք, թե ոչ, մենք մեզ համարենք այդպիսին, թե ոչ։ Եվ այդ բոլոր մարդկանց մոտ, այո սիրելիներ, մենք օրինակներ ենք։ Եվ խոսքս նրա մասին չէ, որ մենք պետք է կատարյալ օրինակ լինենք, բայց կոնե մեր վարքի մեջ ցույց տանք այն նշույլը քրիստոնեության, որ Տիրոջով մեր մեջ տրված է, որովհետև այսօրվա հոգևոր նախաճաշը մեզ սովորեցնում է օրը անցկացնել օրինակ դառնալով մյուսների համար։ Այո, քրիստոնեությունը միայն սեփական կյանքով ապրելու մասին չէ։ Քրիստոնեությունը նաև ուրիշի հետ, մյուսի հետ կիսվելու մասին է, նրան բաժին հանելու մասին է։ Եվ այսօր մենք սիրելիներ պետք է պատրաստ լինենք մեր վարքից բաժին հանենք այն բոլոր մարդկանց, ովքեր դեռ չգիտեն, թե ինչ անուշ բան է քրիստոնեական կյանքը։ Հետևաբար, այսօրվա հոգևոր նախաճաշով մաղթում եմ, որ օրվա ընթացքում ուշադիր լինեք ձեր շարժուձևին, ես էլ ձեզ հետ միասին իհարկե, եւ կարողանանք իսկապես մի փոքրիկ բուջուրիկ օրինակ դառնանք այն բոլոր մարդկանց համար, ովքեր նայում են մեզ սպասումով, ակնկալիքով, թե ինչպիսի քրիստոնյա կարող են տեսնել։ Քրիստոս հարյավի մեռելոց, ձեզ եւ մեզ մեծ ավետիս։